Բարև ձեզ, ես Ճաուկոմինն եմ։ Չինաստանից Ճաո Կուանմին պատասխանատու է հանրային հեռուստաընկերության նոր կառուցվող 8-րդ ստուդիայի նախագծի տեխնիկական աշխատանքների համար։ Այն տաղավարի, որը լինելու է Հայաստանում ամենամեծ հեռուստաստուդիան, նաև առաջին հեռուստատեսային նոր արտադրական ենթակառուցվածքը անկախության շրջանում։ Շինարարության ոլորտ մուտք եմ գործել Լիաոնինի գիտատեխնիկական համալսարանն ավարտելուց հետո։ Ունեմ մոտ 10 տարվա աշխատանքային փորձ։ Աշխատել եմ Հարավային Աֆրիկայի, Զիմբաբվեի մայրաքաղաք Հարարեի միջազգային օդանավակայանի ընդլայնման նախագծում։ Դրսում աշխատելու փորձն ինձ սովորեցրեց ճիշտ կողմնորոշվել տարբեր միջավայրերում եւ կատարելագործել բարդ իրավիճակներում խնդիրներ լուծելու իմ հմտությունները։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանի եւ Չինաստանի կառավարությունների միջև ստորագրված պայմանագրով։ Չինացի ինժեներին ու նրա գործընկերներին, ինչպես նման այլ դեպքերում, տրամադրվել է աշխատանքի հիմքով կացության կարգավիճակ։ Մասնաշենքի կառուցումը սկսել են 2024 թվականի սեպտեմբերի 30-ին։ Շահագործումը նախատեսված է 2026 թվականին։ 第8号演播大厅的项目，我觉得非常的荣幸。 Որպես ինժեներ հույս ունեմ կիրառել իմ մասնագիտական հմտությունները միջազգային նախագծերում։ Ես այստեղ եմ եկել դառնալու նոր նախագծի մի մասնիկը, այդպիսով նպաստելով երկու երկրի միջև բարեկամական հարաբերությունների ընդլայնմանը։ Աշխատանքի հիմքով կացության կարգավիճակ վերջին 1 տարում մեր երկիրը տրամադրել է 6269 օտարերկրացու։ Այս ու այլ Ապաստանի քաղաքացիության կացության կարգավիճակների, երկարաձգված վիզաների, աշխատանքային գործունեության հիմքով տրամադրված տեղեկանքների, սահմանահատումների ցուցանիշները համադրելով է մեր երկրի ոլորտը կարգավորող լիազոր մարմինը գնահատում միգրացիոն պատկերը, արձանագրում բացառապես ելքի երկիր լինելուց բացի Հայաստանը վերածվել է մուտքի եւ տրանզիտ երկրի։ Վերջին 2-3 տարիների կտրվածքով ակնհայտորեն պետք է ասենք, որ աշխուժացում կա եւ կան փոփոխված միտումներ, ունենք տարեկան 200-250 Ապաստանի հայց որպես վիճակագրական միջին, բայց սա արդեն 3-4 տարին է 2022-ից ի վեր, երբ մեր թվերը գերազանցում են 1000-ը կամ մոտ են 1000-ի։ Սա փոքր կտոր է միգրացիայի համատեքստում, բայց ելի խոսուն է ցույց տալու համար աշխարհաքաղաքական իրադարձությունները ինչպիսի ուղիղ ու անմիջական ազդեցություն են ունենում մեր միգրացիոն ինստիտուտների վրա։ Քաղաքացիություն է շնորհվում տարեկան ավելի քան 20,000 անձի, թիվը եռակի աճել է։ Ամենախոսուն ըստ Դավթյանի սահմանահատումների ցուցանիշն է։ 24 թվականին արձանագրել ենք ավելի փոքր թիվ, քան -15,000-ն է։ Այսինքն սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սահմանահատման իմաստով գլոբալ անկախությունից ի վեր անհամեմատ պատկերը բարելավել է 100-120-126 հազարանոց բացասական ցուցանիշների դիմաց հիմա ունենում ենք 30, 20, 10, 15 հազարանոց ցուցանիշներ։ Եվ երբ որ սրանք գումարում ենք արդեն օտարերկրացիների կողմից կատարված սահմանահատումները, մենք նույնիսկ տարիներ ունենք 18 թիվը, 19 թիվը, 22 թիվը, երբ որ ընդհանուր միգրացիոն մնացորդը վերջում դրական է։ Այդ դա չլսված բան է մեր պետության համար եւ 35 տարիների ընթացքում նման իրավիճակ ունեցել ենք եւս 2 անգամ եւ վերջ։ Ժամանակի ընկալումն է միգրացիան ոչ թե արտագաղթ է, այլ մարդու ազատ տեղաշարժի իրավունքը իրացնելու վերաբերյալ ընտրություն։ Ազատ տեղաշարժի գործընթացները ըստ Դավթյանի տարեցտարի ավելանում են։ 2025-ի ավարտին հնարավոր է մշտական բնակության վայրը փոխած անձանց թիվը աշխարհում հատի 300 միլիոնը, ներառվել նաև տեղահանության ցուցանիշը։ 2024-ին բնակության վայրը հարկադիր փոխած անձանց թիվը գերազանցել է 42 միլիոնը։ Ըստ միգրացիոն ծառայության պետի սահմանների կառավարումը աշխարհում օրհասական խնդիր է։ Եվրոպական երկրների սահմանների կառավարման համար պատասխանատու Frontex գործակալությունը նախապես իրականացնում է քայլեր միգրացիոն զբոսաշրջային ցանկացած շարժ արձանագրելու, տեղեկություններ հավաքելու, կանոնավոր միգրացիոն հոսքեր ձևավորելու համար։ Սա եւս նորություն է մարդկանց համար եւ օրինակ Եվրոպա մեկնելուց առաջ շատ անսովոր է լինելու 3 օրյա օրինակ ճամփորդությունից առաջ լրացնել 30 րոպեանոց ձևաթող վիզային քաղաքականությունից բացի։ Միգրացիոն գործընթացների համատեքստում է դիտարկվում նաև վիզաների ազատականացումը։ Դավթյանի խոսքով բնակչության պետական ռեգիստրի մասին փոխված օրենքն ուժի մեջ կմտնի 2027-ից։ Այն կդառնա նաև միգրացիան կառավարելու գործիք, փոխկապակցված լինելով սահմանային կառավարման էլեկտրոնային համակարգի հետ։ Դրանով Հայաստանում հնարավոր կլինի չափել նաև մշտական բնակության ցենզը, կառավարել միգրացիան։ Armenia is a very beautiful country. Հայաստանը շատ գեղեցիկ երկիր է։ Ճահուն կեսկատակ կեսլուրջ նշում է դեմ չէր լինի Հայաստանում մշտական բնակության, մանավանդ որ այստեղ բացահայտել է ճարտարապետական եւ ինժեներական ինքնատիպ նախագծեր։ Մայա Խաչատրյան, Արտակ Գևորգյան, լուրեր։